Բարև ձեզ։ Այսօր ապրիլի 24-ն է, 111 տարի առաջ այսօրը պապիկիս Աբրահամյան հայրիկին Պոլսում ձերբակալում են, կալանավորում։ Ինքը մեծ հայտնի, Պոլսում հայտնի վարժարանի սեփականատերն էր, արդի վարժարան, ասում էին նաև Հայրիկյանի վարժարան։ Էնպես որ ապրիլի 24-ը ինձ համար նաև ընտանեկան ողբերգության է, հենց մտավորականներից Աբրահամ Հայրիկյանի կալանքի հետ է կապված։ Մի քանի տարի առաջ թուրքական արխիվներից գտան իր հեռագիրը, որ ինքը զարմացած որպես թուրքագետ, մասնագետ հեռագիր է տալիս ներքին գործնախարարին, դες ինչ խայտարակություն է, վերջ տվեք, ինձ որպես հակաթուրք կալանավորում եք, այն դեպքում երբ ես թուրքերենի մասնագետ եմ, բայց իհարկե ինքը անցանկալի տարր էր համարվում թուրքերի կողմից իրենց բնութագրման, որովհետև իր վարժարանում դա համարժեք է քոլեջի, ինքը պատրաստում էր ուսուցիչներ գավառի համար, այդպես էին կոչում Հայաստանի մայր տարածքները, գավառի դպրոցների համար հայերենի և պատմության ուսուցիչներ էր պատրաստում։ Բայց այսօրը նշանակալի է նաև նրանով, որ 60 տարի առաջ, էլի այսօրը կալանավորվում են Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադիր Հայկաց Խաչատրյանն ու նրա երկու օգնականները, Կոմիտասի Շիրիմի մոտ են կալանավորվում։ Եվ այդպես ավանդաբար մենք Ազգային Միացյալ Կուսակցության հիմնադիր օրը համարում ենք ապրիլի 24-ը, այսինքն կազմակերպություն ԱՄԿ-ԱԻՄ, որն ստեղծված էր ցեղասպանության հետևանքները վերացնելու նպատակով, փաստորեն նրա հիմնադրման օրը հենց նույն ապրիլի 24-ն է, խորհրդանշական կապ է ստացվում նաև նրանց միջև։ Ուրեմն մենք այսօր ավանդույթի համաձայն եղանք Էջմիածնում, մասնակցեցինք հոգեհանգստի արարողությանը վեհապարի գլխավորությամբ, ասեմ նաև այն, որ 1973 թվականին իմ առաջին կալանքի վերադառնալու տարում արդեն Երևանում էր նաև կալանավայրից վերադարձած Ստեփան Զատիկյանը, նա նույնպես 4 տարվա էր դատապարտվել առաջին անգամ, Աշոտ Նավասարդյանը, որ 2 տարվա էր դատապարտվել։ Մենք մի խմբով, նաև Ազատ Արշակյանը, ապրիլի 24-ին եկանք Էջմիածին, եղանք Գայանե, Էջմիածին, Շողակաթ և Հռիվսիմե վանքերում։ Այդ ավանդույթը արդեն 53 տարի է պահպանում ենք, երբ Հայաստանում ենք։ Բայց ապրիլի 24-ի հետ կապված ես այսօր կհրատարակեմ 1968 թվականի ապրիլի 24-ը, առաջի տարին էր, որ Եղեռնի հուշարձանը հիմնադրված էր և այդ հուշարձանի մոտ մենք կազմակերպեցինք այն ժամանակների համար տեխնիկապես շատ հետաքրքրական ռադիոհաղորդում, նաև տեխնիկապես և բովանդակությամբ։ Բովանդակության հաղորդման հիմնական իմաստն այն էր, որ ցեղասպանություններ լինում են, երբ դու չունես պետականություն, և ցեղասպանություններից քո ազգը կանխարգելելու կամ քո ազգը ապահովագրելու հիմնական միջոցը պետականության վերականգնում է։ Դե թվերին պայքարում էինք անկախ Հայաստանի համար։ Գիտեք, այդ հաղորդումից հետո Ստեփան Զատիկյանը, Հայկաց Խաչատրյանը և Շահեն Հարությունյանը մի քանի ամիս հետո կալանավորվեցին։ Ես, որ երիտասարդական կառույցների ղեկավարն էի, դարձա ԱՄԿ-ի ղեկավարը և արդեն իմ առաջի մեծ գործերից մեկը, բացի երկունք թերթի տպագրության կազմակերպումից, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում փետրվարի 18-ին հետագայում հայտնի մարդիկ դարձած ԱՄԿ-ականների երդման արարողության կազմակերպումն էր։ Զարմանալիորեն երդումը անգիր եմ հիշում, բայց հետո ԱԻՄ-ը հրաժարվեց երդումից, որովհետև այոտ պիտի այո լինի, ոչ էլ ոչ։ Նախնական փուլի համար էր երդումը, երդման հեղինակը Ստեփան Զատիկյանն է, երևի կհնչեցնեմ այդ երդումը, որպես արդեն գեղարվեստական պատմական ստեղծագործություն։ ԱՄԿ-ի 60-ամյակը հայ ժողովրդի կյանքում մեծագույն դերակատարություն ունեցած, ամենաբարձր դերակատարություն ունեցած քաղաքական կազմակերպությունն է Ազգային Միացյալ Կուսակցություն ԱԻՄ-ը, որովհետև երբ ազգը չունի ամենակարևոր բանը պետականություն, միջազգային ճանաչում, ապա ամենակարևորը դրա գաղափարի հասունացումն է և մանավանդ եթե պայքարի միջոցով ես դա անում։
Բացի դրանից ազգային միացյալ կուսակցությունը դարձավ սովետական միության բոլոր պայքարող ազգերի, ավելի ճիշտ ազգերի ներսում պայքարող մարդկանց համախմբման վայր։ Ու գիտեք, անշնորհքության գագաթն է, մեծամտության, թշվառամտության։ Հասկանալի է, բոլոր կուսակցությունները մյուս կուսակցություններին մրցակից են ընկալում։ Ամեն ապուշ 3 կուսակցություն ստեղծած, ասի այն մշի ամենակարևորը ես եմ, դա բնականon մրցակցություն է, բայց կա ազգային արժեք, չէ, տեսեք ազգային միացյալ կուսակցություն 1987 թվականին ղեկավարի իրավունքով ես դարձրի ազգային ինքնորոշում միավորում, որովհետև կուսակցություն նշանակում է հատված, իսկ ազգային անկախական պայքարը դա ազգը միավորող գաղափարն էլ ինքնը, դրա համար ազգայինը պահպանեցինք, միացյալի փոխարեն նշեցինք այն սկզբունքը, որը մեզ առաջնորդում է ինքնորոշում եւ վերջում կուսակցության փոխարեն միավորում։ Այդպիսի հիմարություններ հայերը հաճախ են թույլ տվել միավորման նպատակով կուսակցություն ստեղծել, բայց կամ իբր ազգը միավորելու նպատակով մեկ այլ ապուշություն ստեղծել, միավորվելու համար կամ դաշինք է ստեղծում, կամ միավորում, կամ ինչևէ։ Ուրեմն 60-ամյակը մենք այսօրվանից կսկսենք նշել։ Ամբողջ տարին ազգային միացյալ կուսակցության ստեղծման 60-ամյակի տարին է։ Եվ եթե ոչ այս իշխանությունները հուսամ, դե մենք չենք մասնակցում ընտրություններին, ի սկզբանե ասել ենք խուժանությունների չենք մասնակցում։ Խուժան օրենքով, խուժան սահմանադրության ընտրությունների մասնակցելը հավասարազոր է մեր ձեռքով խաչ քաշել մեր գտած բացարձակ ժողովրդավարության գաղափարի վրա։ Սրանք էլ որ դրան ուշադրություն չեն դարձնում, դոկի մակարդակներ չունեցան, դոկ կուսակցության, որը ճիշտ է մեր հետ համատեղ աշխատելու իրենց ցանկությունը չիրականացավ, բայց իրենք շարունակում են ասել, որ իրենց համար ամենակարևոր բանը մնում է բացարձակ ժողովրդավարության սահմանադրության ընդունումը։ Այս պայքարի օրվա, տեսեք, մեր ողբերգության օրն է ազգային, բայց նաև պայքարի օրը, որովհետև ազգային միացյալ կուսակցությունը ամբողջ սովետական միության մեջ միակ մշտապես գործող կազմակերպությունն էր։ Մյուսներին կագեբեն բռնում էր ու ոչնչացնում։ Միայն այդ երևույթը արդեն պիտի ցանկացած հայ մարդու ստիպեր հասկանալ, այս ո՞նց է եղել, որ հայերը, ոչ թե Հայրիկյանը իր ընկերներով, այլ հայերս, ո՞նց է որ կարողացել ենք բացառիկ մի բան ստեղծել, բայց ձեզ բոլորիդ էշշացնում են, դեբիլացնում են, որ դուք ազգային մարդկային արժանապատվություն չունենաք, դառնաք Նիկոլի Քոծերը, ինչը որ դարձել եք, կամ էլ փողատեր անասունների խաղալիքը։ Ազգային արժանապատվություն, բարձր գաղափարներ, ազատություն, սեր, բարություն, ինքնորոշում, որ դրանցից հեռու լինեք, ինչևէ։ Մեր պայքարի օրը մենք կփորձենք կրկին դարձնել մեր ժողովրդի սեփականություն, անելու շատ բան կա, եւ ցավոք սրտի այդ անելու հիմնական բեռը ընկած է եղել ԱԻՄ-ի ուսերին։ Մայիսի 28-ով վերականգնեց 88 թվականը, երբ բոլոր ճղճղում էին Լենին, Պարտիա, Գորբաչով, բոլորը այդ էին ճղճղում, Ղաղաբաղ։ ԱԻՄ-ը անտեսեց, Արցախի հարցը կարող է լուծել միայն անկախ Հայաստանը, Արցախին կարող է օգնել անկախ Հայաստանը, այդպես կարողացանք բոլորին բացատրել։ Եվ մայիսի 28-ին եռագույնը ծածանեցինք, ամբողջ սովետական միության մեջ առաջինը հայերն արեցին, բայց այն տականքները հայ, որ չեն մասնակցել անկախության պայքարին, բայց իրենց թրիկ են երևակայում։ Դրանք ասում են, դե մենք հետ էինք, Լիտվան, Ուկրաինային են, Ուկրաինան էին առաջ։ Լիտվացիները, ուկրաինացիները, լատիշները դարձել են հայկական կազմակերպության անդամներ, ինչ դեմքերով։ Վասիլ Ստուս, Չորնովիլ, Պաուլայտիս, Ռոսկանս եւ հատկապես Մայգոնիս Ռավինշ, որ ԱՄԿ անդամ դառնալու համար իրեն տարան հոգեբուժարան եւ այնտեղ սպանեցին։ Իրենք են դարձել հայկական կազմակերպության անդամ։ Եվ նորագույն ժամանակներում էլ հայմատաբար, էլի հայերն են, որ առաջինը հրապարակավ պարզեցին անկախության դրոշը։ Ում միջոցով, ԱԻՄ-ի միջոցով։ Հայերն են, որ ամբողջ սովետական միության համար դարձան օրինակելի ինքնորոշման ճանապարհով պետականությունը վերականգնելու նպատակի իրականացման փուլում։ Հայրիկյանը չէ, հայերը, իմ միջոցով հայերը, Գորբաչովին հայերը ստիպեցին, իմ միջոցով, բայց ես չէ, հայերը ստիպեցին ընդունել օրենք հանրաքվեի մասին։
Եվ այսօր այդ կազմակերպության օրն է։ Եվ միայն հայերն էին, որ ազգային երգեր ունեին։ Դե եկեք եղբայրներ մենք միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք, հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք, կրկին ոտքի հայորդիներ, քայլեն գալիք դարերն ի վեր, պարզենք դրոշն հայոց փառքի, որպեսզի որ անհաղթ ոգու եւ կուրկամքի սայել են, ոչ թե հայրիկյան այլ հայերն են գրել ամբողջ սովետական միության մեջ միակ ազգը, որ ազատության երգեր կարողացավ ստեղծել։ Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Եվ հիմա այս պոռնկածին, չեկիստացին տականքները ուզում են, որ դուք հայերը չիմանաք, որ այսպիսի օրինակելի ազգի զավակներ եք։ Եվ որպես դուք այդ բանը չհասկանաք եւ երբևէ կյանքի կոչելու հնարավորություն չունենաք, ամեն կերպ աշխատում են այս պոռնիկ Նիկոլից սկսած քաղաքական այն իր սիրած Լենինի բառերն է, քաղաքական պոռնիկի գագաթ Նիկոլի արածը, թաքցրեք հայրիկյանի սահմանադրությունը։ Հանկարծ Հայաստանի քաղաքացիները, որ երկրի տերը դարձան, իմ նման բոզը, իր բառերն են, ինքը ասում է ես բոզ դարձա իր գրքում, իր նման բոզը զրո կդառնա, չէ։ Այնպես որ այսօրը ապրիլի 24-ը նշեք ոչ միայն որպես ողբերգության օր, այլ ձեզ ու մեզ բոլորիս ազգային արժանապատվությունը վերականգնած եւ ազգային պետականության վերականգնման, միջազգային իրավունքի ենթակա դառնալու նպատակին հասցրած ազգային միացյալ կուսակցության տոն։ Եվ այսօր հանգուցյալների հիշատակը նշելիս ողջունեք նաեւ նրանց, շնորհավորեք նրանց, ովքեր ժամանակին հիմնեցին ազգային միացյալ կուսակցությունը։ Եվ հատկապես հիշեք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին այս դժվարին ճանապարհին։ Երբով եթե գամ Հայկ Իսկանդարյան մահացավ KGB-ի բանտում, Ստեփան Զատիկյան գնդակահարվեց Մոսկվայում, Հակոբ Ստեփանյան, Զավեն Մկրտչյան գնդակահարվեցին Մոսկվայում, Իշխան Մկրտչյան սպանվեց բանտում KGB-ի, Քաջիկ Սահակյան Կիսամեր բանտից դուրս եկավ այստեղ մահացավ, էլի անուններ կան, մեկը մյուսից նվիրական մարդկանց։ Հիշեք, որ ազգային միացյալ կուսակցությունը ազգային կարևորագույն արժեքներից մեկն է, ԱՄԿ-ն, ազգային ինքնորոշում միավորումը, նրա շարունակությունը։ Եվ այսօրվա արդիվ կենաց բարձրացրեք նաև այդ գործը սկսողներին եւ շարունակողների համար, հանգուցյալներին էլ աղորմի ասեք։ Ինչ վերաբերում է 60-ամյակը պետականորեն չնշելու այս տականքությանը, քաղաքական այս պոռնիկների կեցվածքին, ապա դա էլ մենք կնշենք։ Մենք ամբողջ տարվա ընթացքում մինչև եկող ապրիլի 24-ը նշելու ենք ազգային միացյալ կուսակցության ԱԻՄ-ի ծննդյան 60-ամյակը։ Շնորհակալություն, Աստված բոլորիս պահապան։